Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ինչ տրամադրություն ունեք, արդյոք պատրաստ եք այս եռուզերին, այս պատրաստություններին, ժողովուրդ եկել եմ իրականում ձեզ մոտիվացնեմ ու ինքս ինձ էլ ոգևորեմ, որ այն որ ասում է պետք է անենք, ուզենք, թե չուզենք, չնայած կարանք մի քիչ ուզենք այս տարի, ինչը որ ես որոշել եմ, անկեղծ եմ ասում, իրականում ոչ մի տարի այս ժամանակահատվածին ես արձակուրդ չեմ եղել, միշտ արձակուրդս վերցրել եմ ամսի 1-ից հետո կարծեմ, ամսի 1-ից հետո, թե ամսի 5-ից հետո, մի տարի եմ վերցրել ամսի 1-ից ու այդ տարին ոտքս կոտրեցի ու ոնց որ թե բան արեցի, ասի վերջ այդ վաղ չեմ վերցնելու արձակուրդ ու միշտ վերցնում էի այդ նոր տարվա եռուզերից հետո, ասում էի կմնամ տունը, կհանգստանամ ու ինձ կոտորում էի, աշխատանքից գալիս էի, էլ բլինչիկ, էլ տերևով դոլմա, էլ կիևսկի կոտլետ, էլ 7 տեսակ թխվածք, մեղրով գլազուրով, մեղրով փշուրով, սնիկերս, էկլեր, գաթա, տրիբուշկա, փախլավա, մի խոսքով, ոնց որ մենք բոլորս հայ կանայք, այս տարի այնպես ստացվեց, որ սենց մի կես բերան ասացի կարող եմ այս շաբաթը վերցնել արձակուրդ, դե տնօրինությունը փոխվել առաջվանը չի։ Իզարմանոս ինձ ասեցին այո, ինձ էլ ինչ էր պետք որ ասեն այո, բայց հավատացեք, չեմ պատրաստվում ինձ կոտորեմ, տեսակ Սուրբ Ծնունդը նշեցինք, ասենք մինիմալ ամեն ինչը, ես մի սեղան չէի գցել, ամեն ինչը չափի մեջ, կարևորը միասին լավ ժամանակ անցկացնելն է, ոչ թե այդ սեղանի պարունակությունն է, եւ այս տարի եմ որոշել այդպես անել, ընդամենը անելու եմ մեղրով տորտ, սիգարետ Արմենն ա ուզել, սովորական Սլայանի խմորով սիգարետ եմ անելու, խմոր չեմ անելու, հավես չկա Էլ ինչ ենք անում, հələ սպասեք հիշեմ մի հատ էլ ինչ ունեմ անելու, էկլեր կարող է սարքեմ, որտեվ սամոն, վաբշե երեխեք սաղել էկլեր սիրում են, մենակ սամոն չէ, այսենց մինիմալ եմ անելու, խորոված ենք անում, բլինչիկ որոշել էլ չսարքեի, քանի որ կերել էինք, բայց Արմենն ասեց, չենք կշտացել, մի քիչ եք սարքես, ասի լավ, դե որ ասում ես կսարքեմ, խատրիցը դուրս չգամ, էլի մի պորցիա բլինչիկ կանեմ, բայց էլ ինչ ոնել մեր հետ չի, իմ բլինչիկները չգիտեմ, ոնց ենք սենց սիրուն փաթաթելու, անկեղծ եմ ասում, շատ սիրուն էր փաթաթել Էլենը, շատ սենց բարակ, երկար, շատ սիրուն է փաթաթում, Ալոնաս էլ է փաթաթում, բայց Ալոնան փաթաթում է ուղղակի, բայց Էլենը շատ սիրուն էր փաթաթել, չնայած Ալոնան էլ է լավ փաթաթում, այդ գործը այս անգամ կտամ Ալոնան կանի, չնայած վիդեո չեմ կարող անել, ներեցեք, ներող եղեք, մեր աղջիկները չեն սիրում նկարահանվել, որոշել ենք խորոված, բլինչիկը կանեմ, կիևսկի կոտլետ եմ անում, սալատներ կրաբով և գարոխով, իդեպ կրաբով սալատը խնդրել էի, գցել եմ բանի մեջ կարճ վիդեո շորտ եմ արել, գցել եմ, այսինքն չեմ արել, այդ վիդեոն ունեի, շատ վաղուց, տեղադրեցի, որ տեսնեք ինչ է գնում բաղադրատոմսի մեջ, շատ արագ սալատա, շատ արագ, ու շատ թեթև ու համով սալատայի տեպ, գարոխովը, կրաբովը, մեկ էլ պիլմենի եմ սարքելու, որովհետև այս ուտելիքները մեր երեխեք այդքան էլ չեն սիրում, որ ճիշտն ասեմ, հատկապես աղջիկները, հատկապես մեծ աղջիկս, նանիկը, այնպես որ արանքում էլ պիլմենի կուտեն, մի խոսքով, այսպես թեթև նոր տարի եմ դիմավորում այս տարի, Նելի ենք էստեղ չեն, գնում են Գերմանիա, դիրտեներ, Նելի ենք էստեղ չեն, մենք հլը չենք որոշել, բայց միգուցե մենք էլ էստեղ չլինենք, տեսնենք ոնց կստացվի, հլը որ այդ կամկացի մեջ ենք, պլանավորում ենք, որ ճիշտն ասեմ, միգուցե նոր տարվա գիշերը էստեղ կլինենք, հետո կգնանք, տեսնենք ոնց կստացվի, բայց երևի թե մենք էլ կնշենք ոչ տանը, այսինքն կամ տանը կնշենք, հետո կգնանք, կտեսնենք, կորոշենք, մի խոսքով, հիմա եկեք անցնենք խոհանոց և տեսնենք ինչ ենք անում, մենք ստե սուրճը խմեցինք, Արմենը գնաց իրան սիրունացնելու, իմ հոգնած դեմքին մի նայեք, իրոք հոգնած եմ, հլը չեմ հասցրել, արձակուրդի եմ արդեն, բայց հլը չեմ հանգստանում, Սամոյին ուղարկեցի գնաց էլի լավաշ գնեց, իդեպ սա այստեղ եմ դրել,
Ժողովուրդ, այս անձեռնոցիկի պահը երևի թե Արմենը հեսա, որ մեզ միանա, կասեմ մի հատ կորոշենք, կբացենք, կնայենք ոնց արված ու ձեզ միգուցե ցույց տանք եւ տանը ձեր անձեռնոցիկով այդպես տանեք, չնայած ինձ թվում է պատրաստին էլ կվաճառեն։ Հա, էլ ինչ է ուզում ասել, հա, Սամոյին ուղարկեցի գնաց բան արավ, լավաշա գնեց, ձետ գնեց, լավաշը զանգել եմ ուրեմն Լևադադյայի խանութ իմ մտածելով, միշտ որ գրում եմ ոնց որ մագազան ռուս, հա, ռուսական խանութ, մի անգամից բերում է Շախպենին, այս անգամ բերեց Շախպեն, բայց լրիվ ուրիշ, խփեցի վրան զանգել եմ, տղամարդ վերցրեց հեռախոսը, ասում եմ, ալո, բարև ձեզ Լևադադյա, զգում եմ, որ Լևադադյայի ձայնը չի, ու մեկ էլ ռուսերեն սկսեց հետս խոսալ, օքեյ, լավ, սկսեցի հետը ռուսերեն խոսալ, ասում եմ, լավաշ ու ես наличի լավաշ ունեք, մի խոսքով այս կոմենքով, ասում եմ, հա, пока что осталось, հələ որ մնացել է։ Ասի օքեյ, ուրեմն 20 հատ լավաշ եմ ուզում, որտեվ 40 հատ առել էինք, որպեսզի չպակասի, մի 20 հատ է վերցեցի, որտեվ կերել էինք վրից։ Հա? Ու բանը։ Մեկը ասում է, որ ասի 20 հատ լավաշ, ասում է, պակետի մեջ 3 հատ է, քանի հատ պակետ եք ուզում։ Ինչ պակետ։ Ուզում եմ, որ դի Լևադադյայի ձայնը չի նախ։ Ասի լավ, երևի իր տղան է, ռուսերեն է խոսում։ Չնայած դա էլ էր մի քիչ կասկած։ Մեկ վարկյան մի հատ էսի միացնեմ, դնեմ հեռախոսս, նոր շարունակեմ։ Հա, ու բանը։ Ասում եմ լավ, օքեյ, ուրեմն երևի տոպրակով են սկսել վաճառել։ Դե ասում է 3 հատ է մեջը, դա ասի որ 3 հատ է մեջը, 6 հատ տոպրակ տվեք, հերիքա լավ։ Թողնի 20 հատից պակաս։ Ու մեկ էլ երևի ինքն էլ հասկացա, որ ասում է շտուտը тут не то։ Ասում է, բայց դուք որ խանութն եք զանգել, ասում եմ Լևադադյայի խանութն է, բան։ Չէ, ասում է, սխալվել եք, էսի ուրիշ խանութ, հա։ Մի խոսքով, ասի լավ կներեք ստեսություն, զանգեցի Լևադադյային։ Ասում եմ, դրիվ ուրիշ անծանոթ խանութ էի ընկել ու լավաշ էի պատվիրում, պատկերացնում եք, այդ խշմարտիկ պահելու են, ես չմտածելով, որ սխալ եմ զանգել, Սամոնը թալու էր ընդից լավաշը գներ, այն խշմարտիկ է 20 հատ լավաշ դնելու էր մի կողմ ու սպասեին ինձ, ոչ դիտավորալ, բայց դուրս էր գալու, որ վնաս եմ տալիս, հա։ Մի խոսքով ես պիլմենի պրիպրավայից նորից ուզեցի, քանի որ քիչ ա մնացել։ Քիչ ա մնացել, մի անգամից լցնեմ, թող գնա այստեղ։ Այս ձեթի հետ եմ մեր խանութից եմ գնում, միշտ կոլզայի, կազինոյի ձեթն է, այս ձեթը շատ եմ հավանում։ Ես իրականում արևածաղկի ձեթ այդքան չեմ սիրում, որ ճիշտն ասեմ, փոքրուց չեմ սիրել։ Կարտոֆիլ ժարի տանում եմ զեթունի ձեթ ու խառնում եմ կարագի հետ, միշտ երկուսը իրար հետ եմ անում, նոր կարտոշկավ ժարիտ եմ անում։ Իսկ ֆրիտի կամ կիևսկի կոտլետի համար էսի եմ օգտագործում, արևածաղկի ձեթը չեմ սիրում։ Նույնիսկ մի պատմություն կա, մամաս, երբ այդ փոքր է, այդքան մեծ չէի, աշխատանքից վերադառնալուց այդ ինքն է պատմել, մենք 5-րդ հարկում էինք Հայաստանում ապրում, Արտաշատ կոնկրետ, մաման ասում է աստիճաններով բարձրանում եմ, դες մոտավորապես 3-րդի կես 4-րդ հարկ, ասում է ինձ անուշ կորտուշկա շորիկի հոտ ա գալիս, ինձ կորոքով բանա սոված գործից հետո, հա, մամաս կենցաղում հաշվապա եղի, գլխավոր հաշվապան, այն թվերին, ու բանը, ասում է բարձացա մեր դորը բացեմ, տենամ դու կարտոֆիլով ժարիտ ես անում ու կարակով իհարկե, որտև սերն են ձետով ժարիտ չի ուտում, չգիտեմ այդ վաղտքան տարեկան եմ եղել, բայց այդ վաղտ բանից սիրել եմ կարակով կարտոֆիլով ժարիտ, սենց լավ, էսի գնաց էստեղ, չնայած լավ դնեմ էստեղ, որտև հեսա ինձի պետք ա գալու, ասեցի ես լարենի խմորից բերեց, մեր խանութի լարենի խմորներն է, շատ եմ ասել, ցույց տվել, հələ սառուցա, միգուցե սրանով գաթա սարքեմ, սենց փաթաթեմ, կտրեմ, սրանով սլարենի մի քանի հատ գաթա սարքեմ, ամեն ինչ հեշտացնում եմ այս անգամ ինձ համար, որ ճիշտն ասեմ, հերիք եղավ, խոր եղավ։ Երկու հատ եմ ուզել սիգարետի համար Արմենի, գաթայի համար, էսի սառնարանք ուղարկեմ, որտեղ սառուցա, թող հետ գա, էսի էսպես, սոխ ուզեցի, սպիտակ սոխ ասեցի բեր, որտեղ սպիտակ սոխը լավ պինդ է, այս էլ է մեր խանութից իդեր,
Ալյուր ասել կազինոյի ֆիրման բերի, բայց բերելա, չգիտեմ ում ֆիրման, հա ֆրանսիականն ամեն դեպքում այս ալյուրն է բերել, ոչ մի անգամ չեմ փորձել, չգիտեմ, տուն ալյուր ունեմ, երևի տան ալյուրով բլինչիկի լիստերը կանեմ, կամ հակառակը մեղրով տորթը կանեմ, այն ալյուրով սրանով բլինչիկի լիստերը կանեմ, մի հատ վարուն կրաբով սալաթի համար, հավի թևիկներ բերեց նաև որ խորովածի համար հեսա խոզի մսի հետ բաստուրմա կդնի Արմեն չոմ, դուք իրա գործնա և երեք որ լիդլ էին գնացել, սրանցից էի գնել, վերջի ռոպեին վերջեցել չէի նկարում, Կիևսկի կոտլետի համար, ուրեմն ժողովուրդ, ցույց եմ տալիս Նայեք, ստեղ արդեն ես աղացի, խոզի ու տավարի միսը սրանով անելու եմ բլինչիկը ու պիրմենի ֆարշը, բավականին շատ է, ասես ցույց տա որ երևա, այստեղ հավի դոշն եմ աղացել ու հաց թրջած, սպիտակ փափուկ հացը, սա Կիևսկի կոտլետի համար է, գիտեմ որ շատերը պատրաստում եք բանով, դուք ասեք, հավի բդիկներով, հա, կարծեմ, որ փափուկ լինի կոտլետը, բայց ես սենց եմ անում ու հավատացեք շատ համով է ստացվում, սա խոզի միսն է որ գնեցին գրանցխեց Արմեն արդեն մշակե կտրատել է, պետք է բաստուրմա դնենք, սա մեր չարազեղենն է, որ երեք առանք հեսա կլցնեմ տոպրակի մեջ, շատ բան չենք վերցրել, ընդեն բանել ունեմ, նուշել ունեմ, նուշնեք խառնենք, ֆիստաշկա ունեմ, բայց չեմ բուվում, չեմ խառնում հերիքա, որտեղ ասում եմ, մերոնք չեն ուտում, մեր երեխեքը, քանի որ հյուրեր չենք ունենալու այս տարի, ինձ թվում է, եթե որոշեցին գնանք, տանը չենք լինելու, մեզ էլ այդքանը հերիքա։ Հիմա այս լավաշները, այսը պետք է բանան եմ ծալեմ, դնեմ տոպրակ ու դնեմ խոլոր, սա այսպես, ալյուրները պետք չեն, ալյուրները կգնան այն կողմ, երևի այս չարազեղենը լցնենք, իրականում երբ որ շատ է լինում, էսի փակացն է, ես բացացի լինեի, երբ որ շատ էի անում, չարազը խառնում, ամեն տեսակ, տարբեր տեսակ, միշտ բան էի, շորից մի շոչիկ ունեի, մի շոչիկ ասելով, մաքուր բարձի երեսի մեջ էի լեցնում, թազա, բայց ես 2 տարի է, սենց տոպրակով եմ անում, օդը հանում եմ ու շատ լավ մնում է ճիշտն ասած, նորից եմ ասում, քանի որ շատ չի, մաշկունի որ, հա, նուշ, հնդկապան պոպոկը, կարծեմ մի թեթև բովում էի, որ ճիշտն ասեմ, չգիտեմ բոբեմ, սես լսնում եմ էթա, ծնցել է համով, ամեն ինչը արագ, Սրանք պայմ կավա պետք է հետոյի համար, եթե գնացին կավա մի քանի բան լեցնի մեջը, ինչը որ արդեն մանարեցակ լանամ կպահեմ, պնդուկն ես լավ մանր էր, պստիկ պնդուկները, հա իդեպ նախորդ հոլովակի մեջ ասում եք, որ սուջուխը թելով այղակ երել եմ, ժողորդ Կթել չունի, այնպես որ ուղղակի առանձից այս բուջուրիկներ էլ է պատրաստած, թվում է թե թել է, բայց թել չի, թել չկա ընդհանրապես ոնց հասկացա, երևի թե ինքը քաշի է հանել արդեն Անահիտոցյան, մտածել է իմ մասին, որ ես ուտելուց թել չուտեմ, եղավ, այդպես լավ հարևանուհի ունեմ, շատ համով է, առավոտը հել է, երևի մի այս չափի սենց կերել եմ, ինչև սուրճը էփել է, Ես շատ եմ սիրում, իրոք շատ համով է, երեխեքն է հավանեցին, Ալյունան այդքան չի սիրում, բայց ասեց մամա շատ համով է, այնպես որ եթե մի բան երեխեքը հավանում են, ուրեմն իրոք համով է։ Սա էսպես, դե նուշել ունեմ մեկ վայրկյան։ Նուշ իրականում մի քիչ բոված է, բայց աղի չի։ Просто բոված է, համով է։ Սա էլ ամբողջը կխառնեմ հետը։ Քիչ է, բայց նայեք մի աշխարհ եղավ արդեն։ Ու չամիչը։ Չամիչը լավն է, մաքուր է։ Արդեն ինքը այնպես է, որ պետք է ուտես։ Հովանալ պետք չի։
Չամիչը քիչ է։ Դու մեծ չամիչները հիմնականում Նանիկն ու Արմենն են ուտում։ Հիմա օդը չեմ հանում։ Կարող ենք խառնենք։ Քիչ էսի մենք մի տարի ուտելու ենք ժողովուրդ։ Դե մոքսում։ Ուսերինը իրա եղունգով ճղեց տոպրակը։ Ոչ կփոխենք։ Այժմ չենք փոխի։ Ուրիշ տոպրակի մեջ կդնեմ։ Վերջ։ Հիմա սա գնում է այն կողմ, սա մեզ պետք չի։ Այսպես նայեք, օդը հանել եմ, այնպես տոպրակը արդեն մեջն է պատրաստի, սա այս կողմ։ Սրանք պահեմ հետո կլվանամ, պետք կգա։ Պետք չգա, կգցեմ կգնա, կերևա։ Սրանք ինքանով ալա, որ ասենք օրինակի համար սող կարտոշկա կտրատ, կարտոշկա։ Կարտոշկա չէ, սոխա, օրինակ կանաչիա խորովածի համար, որ դուրս անում է, լցնում եմ էջը խառնում, ընդ ընթացքում, որ ինքը լցնում է վրան, հետո գցում ես այդում է։ Բա։ Օհ, էսի սենց, ինչ է, հա, հիմա, այս բլինչիկի ֆարշի միսը դնեմ թող եպվի, քանի որ ես որոշեցի, որ բլինչիկեր եմ պատրաստում, ֆարշը կիսենք, ժողովուրդ, էսի ձեզ մոտիվացնող վիդեո է, որ դուք ելնեք ու անցնեք խոհանոց գործի, որտեղ գիտեմ ինչքան այդ օրերին համ հավեսով ենք անում, նես չի, որ շատ վատ անհավես ենք անում, համ էլ ամեն դեպքում հոգնում ենք, բայց քանի որ ինչ-որ մոտիվացնող բան է լինում, վիդեո կամ չգիտեմ, ժամանակը ավելի արագ է տենց անցնում։ Վերջ, սա բլինչիկի ֆարշը, սա պիլմենի համար, բայց մի քիչ շատ է պիլմենի համար, որովհետև լավ, թող մի քիչ շատ անի, պիլմենին շատ կանեմ երևի։ Իրան գերադասում են ավելի շատ պիլմենի ուտեն, քանց թե բլինչիկ չնայած, ժողովուրդ, մեր Սամոն սկսել է ժարի տարած բլինչիկ ուտել, Էլենչոյի ժարի տարած բլինչիկները։ Երկու նույնիսկ բերերի վեր հետը տանում։ Այսպես, հա, ասեցի թե չէ, մեր Էլենը գնաց Փարիզ։ Վերջ, կտեսնենք նոր տարում։ Այս տարի էլ Էլենին չենք տեսնի։ Սա, ստեղ մի փոքրիկ ձեթ եմ անում, աննշան, շատ քիչ, այսենց 1, 2 ու 3, վերջ։ Խոզիմիս ու տավարիմիս խառնացը ասեցի, միշտ խառն եմ անում, որ ինչն ասեմ ես։ Այսպես, հիմա, ցածր կրակի վրա թող սկսենք իրանով եփել սոգերը դուրս տալ։ Սա այսպես։ Հիմա ինձ մի հատ սոխա պետք գալու, եկեք բլինչիկի ֆարշը անենք արանքից։ Բլինչիկ, պիլմենի ֆարշը հանենք արանքից ու արդեն Կիևսկին անցնենք, պետք է կարագը, հա, ինչ է ուզում ասել ժողովուրդ, շատ տարիներ առաջ, երբ ես ապրում էի Վոլգոգրադում, կենտրոնում, այդպես ասեմ, ծայրամասերը չէր, այսինքն այն լավ խանութների տարածքներ ու այն թվերի, ինչքան տարի առաջ, համարյա 25 տարի առաջ այն թվերի համար ամեն դեպքում եվրոպական խանութները դիֆիցիտ էր ու Վոլգոգրադում կար, ինձ թվում է հայի խանութ էր կամ հայուհի էր աշխատողը երկուսից մեկը, որտեղ կտրոնի վրա, մի օր որ առևտուր արեցի, կտրոնի վրա գրած էր Հովանիսյան, իմ ազգանն էլ է Հովանիսյան, այդտեղ լավ ուրախացել էի, հա, ու ժողովուրդ, այդ այն խանութներից էր, որ մտնում էիր, զամբյուղը վերցնում էիր, դու ինքնուրույն քո գնումներն անում էիր, մոտիկանում էիր կասա, այն թվերին դա չկար, այն թվերին գործակատարը կանգնած էր, դու ուզում էիր, ինքը բերում տալիս էր։
Այդ խանութից իրականում շատ է սիրում առևտուր անել, ինքը այդքան մատչելի խանութ չէր, ու մեզ չէր, որ մենք սաղուր այդ խանութից էինք առևտուր անում, բայց ես միշտ իմ գրպանի փողն եմ ունենում, պապաս իր հերթին էր տալի, աղբերս իր հերթին էր տալիս, ավանդույթ էր, ամեն առավոտ գալիս էին պատճում էին, բարձից տակ փող էին դնում, գնում էին, դա իմ դպրոցի փողն էր, որ գնում էի դպրոց, ոնց որ ոչ մի բանի կարիք չզգայի, երբ ուզեի, ինչ ուզեի գնեի։ Ու այդ փողերով ես սիրում էի այդ խանութից առևտուր անել, գնում էի Դանոն յոգուրտները, էլի նոր էին դուրս եկել, որ տակը սենց ժելեա, ջեմա տիպի բաներ ու վերևը յոգուրտներ, մտնում էի միշտ դա էի գնում, իմ հիշելով, ու Կիևսկի կոտլետ միշտ պատրաստի տակ դրած էր առանձին, ոնց որ գնում էիր, այդտեղից արդեն ինքնուրույն չէիր վերցնում, այնտեղ աշխատող կար, տալիս էր, ու այդ Կիևսկի կոտլետի համը եւ բաղադրությունը, հա, իր տեսքը ես ստացել եմ իմ հիշողություններով։ Դրա համար միշտ այդպես եմ պատրաստում։ Հավիդոշ, մի քիչ սպիտակ աղացած հաց, թրջած աղացած այս այս հացով եմ անում, որ նուրբ լինի, գրեթե չես զգում, որ մեջը հաց կա, այս փափուկ հացա թրջում եմ ու մսի հետ աղում եմ։ Մի փոքր համեմում եմ ֆարշը, սելբիբար, սխտորի փոշի, աղ ու արդեն ընդեղ մեջտեղը կարագա, իհարկե իմ գնած ժամանակ կարագի մեջ չկար սամիթ, բայց ես սիրում եմ սամիթել եմ ավելացնում, մանր կտրատում եմ կարագի հետ սամիթ եմ ավելացնում ու այդպես դնում եմ արդեն կոտլետիկի մեջ, այսպես, հիմա անհրաժեշտ է մեզը, սխտորը բնական սխտորով կանեմ, մի քիչ սիվուլետ, մի քիչ էս պրիպրավա դլա պիլմենի, այդ սաղ պիլմենի համար եմ անում հիմա, սելբիբար, աղ, սաղ սխտորը բլենդերով կաղամ, որպեսի լավ հարվի, սենց լավ կորչի սոխը և սխտորը, որ ես չտեսնեմ, որտեղ ինչպես որ ասել եմ, ես ոչ սոխն եմ կարում տեսնեմ, սխտորը ոչինչ, բայց սոխը եթե մեծ կտորներով հանգարց տեսա, ես չեմ սիրում։ Okay, դիք սոխնը դնեմ սենց տոպրակի մեջ, ժողովուրդ գիտեք ինչի, որտեղ անշնորհ ձևի պատրեցի տոպրակը ու իսկ սառնարան չեմ դնում սոխը, քանի որ հեսա խոզուկի բաստուրմայի համար անհրաժեշտ կլինի։ Մնացածը կուղարկեմ բալկոն, բալկոնում մինուս է, լավ ցուրտ է մեզ մոտ, այնպես որ բանջարեղենը միրգն է բալկոնում։ Այսպես ծիալանքից հանեմ, այստեղ տեղված եմ, միասին պատրաստեմ բլինչիկի, ոյ ժողովուրդ ինչ եմ ես լսել բլինչիկի ֆարշ, պիրմենի ֆարշը ու անցնենք բլինչիկի ֆարշի արարողությանը, հա ու մեկ էլ որոշել եմ այսօր մեղրով տորթի լիստերը անեմ, իսկ եթե որոշել եմ պիտի անեմ, լիստերը որ անեմ ընդեղ կրեմը շատ արագ է, սլիվկեքը դնենք խալատիրի, սորնորան քանի որ թե մենք ուզում ենք գրեմ անենք, մեզ պետք է գալու սլիվկա, սլիվկաները բան չեն, իրանք սառնարանում կամ դնում է սառնարան, կամ եթե չես օգտագործելը, կարաս չդնես սառնարան, այնպես որ ես չեմ դնում մինչև իմ օգտագործելը, դնեմ սառնարան, քանի հիշում եմ ու կամ։ Ժողովուրդ, իդեպ հարցնում էիք սուրճը ցույց տամ, որ սուրճն են գնել, այս սուրճն են գնել, այս սուրճի համը բավականին հաջող է, սենց նամշահամ կամ չգիտեմ ինչ-որ սենց տհաճ սուր արամատ չունի, իրականում այս սուրճը մենք ինքը բավականին խոշոր է, բայց մենք չենք աղում, մեկ բաժակի համար 3.5-4 գթալ ենք լցնում, մեկ բաժակի համար, հա, 3-4 գթալ ենք լցնում, մենք ես թե Արմենը շատ խիտ ենք խմում կոֆեն, շատ-շատերը մեր նման սուրճ չեն կարողանում խմեն, քանի որ այդ խտությունը իրանց համար անսովոր է լինում, մենք խիտ ենք խմում, շատ խիտ, բայց եթե դուք շատ թունդ կոֆե չեք խմում, կարելի ասել 2 գթալն էլ է բավական, եթե չեք ուզում աղակ, բայց եթե աղակ արդեն սովորականի պես պետք է լցնեք, իդեպ խորհուրդ եմ տալի այս ձևով խմել, ինչի, որովհետև երբ այս ձև ես խմում, տակի այդ նստվածքը ոնց որ ինքը լավ նստած է լինում, ծանր է լինում եւ չեք խմում, իսկ մանր աղացածը ամեն դեպքում ոնց է լինի վերջի կումի հետ գնում այդ խիտ, այդ տակը ոնց էր կոչվում, կոֆեի, ոնց էին ասում, կոֆեի տակինին,
Մի խոսքով, մենք հիմնականում սա ենք խմում, ուղղակի ես վերջերս չէինք գտնում, վերջացել էր Lidl-ից եւ առնում էինք հատիկավորը, աղում էինք, բայց սա ավելի օրագա ու պրակտիկա, հատիկավորը աղա, ժամանակ է խլում, մինչեւ կոմպետ է։ Մի խոսքով, ասեցի ցույց տամ ձեզ, սա է։ Եթե հանգած մարդես կուզենաք, ուրեմն գիտեք, Lidl-ից են գնել։ Այսպես, հիմա այստեղ ավելացնեմ մի քիչ աղ, ես ֆարշին։ Շատ չեմ անում, որտեղ ես նորից եմ ասում приправа для пельменей, որ կա, սրա մեջ էլ աղ կա։ Վերջ, սա գնաց, սա անցանելուց մի քիչ հեռու պետք է կայնեք, թե չէ հետո հապ չի եկանում։ Տեսեք, արդեն եկավ։ Սա պերսիլադն է, այսինքն խառնորդ է, սա ասեմ ինչերի, էլի աղա, սխտորի փոշի է, սոխի պուդրի է, մուսկատ կա մեջը, էլի ինչ-որ բիբար է, բայց չի գրում ինչ բիբար է, մի խոսքով տարբեր բաներ է մեջը, սոյա, վխի, գլուտեն, մուտատ, ինչ ասեք մեջը չկա մի խոսքով ես պերսիլադի, այսին անիքն է սիրում, բայց մի քիչ ավելացրեցի ես անգամ, ընդհանրապես չեմ ավելացնում, կար ավելացրեցի, չլիներ չէի ավելացնում, մեկ էլ իմ կողմից խալ մաղացած սեր պղպեղ, իջվեց միշտ, կամ թան կամնեն, այնտեսն էլ լավ է, և այստեղ անում ենք արդեն սոխը, սխտորը, և կանաչին, այդ սա ամբողջը աղում եմ բլենդերով, մանրացնում եմ ու խառնում եմ ֆարշի և իհարկե պիլմենի ֆարշը պատրաստ է։ Այսպես, ուզում եմ հիշեմ ուրիշ ինչ-որ հարցեր տվել էիք թե ոչ, բայց կարծեմ ոչ, եթե չեմ սխալվում։ Շատ շնորհակալ եմ, որ դիտում եք, կոմենտարիաներ եք գրում, ակտիվ եք շատ, բաժանորդագրվում եք, շատ անչափ շնորհակալ եմ, որ իմ նոր ստեղծած ալիքը արդեն այսքան ակտիվ է ու այդքան լավ մարդկանցով է ակտիվ։ Մեկու մեջ լինում են ինչ-որ անհամներ, բայց ոչինչ։ Որ ասում ոնց են ասում, որ ռուսերեն կա տենց խոսք։ Մի քիչ ճիշտ չի որ մտածես, բայց այս պարագայում երևի թե մի քիչ ճիշտ կլինի, որ ասում «Семья не без уродов», մեկ-մեկ սենց գալի գնում են, բայց դե ոչինչ, չգիտեմ դա նախանձությունից է գալիս, թե չարությունից է մարդկանց, որ կարողանում են դիտել անծանոթ մարդու, որը որ ոչ մի վատ բան իրենց չի անում, ոչ մի վատ բան իրենց չի ասում, հակառակը ոչ մի վատ բան չի սովորեցնում, բայց իրան կարողանում են ինչ-որ մի հատ սենց անիմաստ բան գրել, որը որ իրականում, որ ճիշտն ասեմ, իմ վրա ընդհանրապես չի ազդում, ուղղակի ես նորից եմ կրկնում, իմ ալիքի անունը սիրո տանիք է ու ես չեմ հանդուրժում ընդհանրապես չար ու վատ աուրայով մարդկանց, թե իմ իսկական իրական տան մեջ, թե իմ ալիքում, քանի որ երկուսն էլ իմ ստեղծածն է, երկուսն էլ իմ ընտանիքն է, սա իմ ընտանիքն է, դուք իմ երկրորդ ընտանիքն եք, որոնց ստեղծել եմ, որպեսզի մեկս մյուսիս համար միգուցե օգտակար լինենք, թե բաղադրատոմսերով, թե կյանքի պատմություններով, կյանքի ինչ-որ փորձերով, փորձություններով լի, ապրում ենք, ամեն մեկս մյուսիցս մի բան սովորում ենք և քանի ապրում ենք, միշտ սովորում ենք, այնպես որ իմ ալիքում լինելու են միմիայն լավ ու բարի պոզիտիվ մարդիկ, ինչքան էլ որ գրում եք Սերինե ջան բլոգ, մի արա մի ջնջի վատ կոմենտարիաները ակտիվացնում են ալիքը, զարգացնում են ալիքը, ժողովուրդ, այո, ես անչափ շատ ուրախ կլինեմ, որ իմ ալիքը զարգանա, էլ ավելի բազմանա, բայց ոչ այդ ձևով, որովհետև ինձ թվում է, որ այդպիսի մարդկանցով զարգացնել ալիքը, դա արդեն կլինի զուտ ինչ-որ ոնց ասեմ, բիզնեսի ինչ-որ մի ծրագիր, հա, որը որ գնում է կոնկրետ նպատակի, իսկ ինձ մոտ ուրիշ նպատակ է, որ այս ալիքում մենք մեզ գանք ինչպես մեր տանը, դրա համար ժողովուրդ, բարի ժողովուրդ, էստի համեցեք իմ նոր ստեղծած ալիք ընտանիք, սիրո տանիք, իսկ այլ մարդիկ ովքեր ծնվել են, որ չար լինեն կամ նախանձ լինեն, խնդրում եմ թերթեք էջս անցեք, որովհետև դուք այստեղ երկար չեք ձգելու։ Բա, այսպես, հիմա, սող շատ չեմ անում, այսքանը հերիք է, սա հետո կավելացնենք մեր բաստուրմային, որ համեմ ենք,
Արագ լվանամ բերեմ գնեմ բլենդերի մեջ, դեպ Lidl-ի բլենդերը գազանիկ է այս մեծը ժողովուրդ, ունեն սա հարում, հետքը չի թողում, ոնց որ ես չար մարդկանց հետքը վերացնում եմ իմ ալիքից։ Սա սխտորիկը, սոխը ու դրա հետ մեկտեղ կանաչինել եմ անում, համեմ ու մի քիչ է սամիտ կարող ենք պետրուշկա անել, բայց ոչ չնասեմ պետրուշկան չեմ լվոցը, հավես չունեմ հանեմ։ Եվ իդեպ ես վերջերս մի քանի հոգի գրելա, կամ որ ուղակի են գրում, զուտ համեմատականով, կամ որ գրում են գնալով հեղինեին ես նման, կամ հեղինեին ես նմանվում, ժողովուրդ, եթե դուք գրելով դա փորձում եք ինչ-որ ձև նեղացնել կամ չգիտեմ, նախ ես ընդհանրապես ոչ մեկի նման չեմ իմ տեսակով, ես նույնիսկ եթե նկատեք հագուստի տեսակով ոչ ոքի նման չեմ, ընդհանրապես ինքս ինձ նման եմ ու միշտ այդպիսին եմ եղել, չեմ սիրել ոչ մեկի նմանվել ու չեմ սիրում, երբ որ ինձ են ինչ-որ նմանվում, որ անկեղծ ասեմ, սիրում եմ, որ ամեն մեկս մեր ինդիվիդուալ տեսքը, կարծիքը, ապրելակերպը ունենանք։ Միգուցե ինչ-որ բանով եք նմանացնում, որ ասում, խոսում, կատակասեր, ծիծաղում, միգուցե դրանով է նման, ապա շատ ուրախ եմ, եթե դուք նմանեցնում եք ինչ-որ ազատ մտածելով, շատ հարցերում, միգուցե, բան չունեմ ասել, երևի թե դա Հայաստանից դուրս ապրողների մոտ է ձևավորվում, ես չեմ կարող ասել, բայց մի բանով այո, մենք նման ենք, մի բանով չէ, ընտանիքով, ուպս, մազիկներից քանդվեց ժողովուրդ, ընտանիքով ենք նման, որովհետև թե իմ ընտանիքը, թե հեղինեի ընտանիքը, ես նկատել եմ, որ մեկը մյուսի հանդեպ շատ սիրով և հարգանքով են, հա, դրանով ապա այո, մենք նման ենք, մազիկնար տնեմ ինչ եղավ, հա, սոխի կլեկնեմ ուտալ մազիս մեջ, ապա այո, դրանով մենք նման ենք, որովհետև ինչպես ինքն է իր ամուսնու հետ ջան ասում, ջան լսում, սիրով, երջանիկ, այդպես էլ ես ու Արմենը, մենք միասին միշտ այդպես ենք եղել, կամերայի դեմ դերեր չենք խաղում, թատրոն չենք խաղում, մենք իրականում այդպիսին ենք, շատ վաղ նույնիսկ մի քիչ կարելի ասել զսպում ենք մեզ, որովհետև իրականում ենք ավելի շատ կատակասեր ենք, հատկապես ես, ավելի շատ ջրիկ ենք հատկապես ես, Անենց որ ամեն մեկս մեր նման ենք, մեր ընտանիքի օրենքներով, կանոններով, ապրելակերպով, ոչ մեկի չի փորձում նմանվի, ոչ մեկ էլ ոչ մեկից ոչ ավելա, ոչ առավելա, ոչ չգիտեմ ինչա, այնպես որ մի նվանվեք ոչ մեկի, ապրեք դուք ձեր ձևով, կարող եք, եթե ուզում եք, օրինակը եթե լավն է, վերցնեք եւ կիրառեք։ Ահա, ասեց մարդը եւ անցավ իր գործին։ Այստեղ մի քիչ ջուրան է, որ հարելուց մի քիչ շատ է ամեն դեպքում ամեն ինչ։ Զգում եք այսօր ինչքան շատ եմ խոսում։ Դի նրանց որ չեմ աշխատել, գործի տեղը լիքը բարև հաջող լավ որ մաղթել չեմ ասել։ Անիմաստ հաճախորդների բողոքներին չեմ մասնակցել։ Դրա համար էլ էներգիա ունեմ։ Բոլորս էլ հաճախորդ ենք ժողովուրդ, ձեր վրա չվերցնեք, որ մենք չլինենք, խանութը չի լինի, մենք չլինենք, դուք չեք աշխատի, ես նույնպես ինչ-որ մի խանութի հաճախորդ եմ, բայց մեկ-մեկ լինի ինչ է, սենց անհամ մարդիկ, որ գալիս են ու ամբողջ էներգիա խլում տանում են իրանց հետ իրանց տուն։ Ես իմ հետ շուտ աղան վերադառնամ ձեզ մոտ։ Վերջ հաղացի, սա դատարկենք ու նայք ոնց է ծեփ է պատերով սա խառն եմ դնեմ սառնարան այսօր չեմ անելու պիլմենին այսօր երևի թե խմորը միգուցե անեմ նաև ուղարկեմ սառնարան վաղը արդեն կանցնեմ սրան հիմա արագ բլինչիկի կիևսկի հարցերը լուծենք որտեղ բավականին ժամանակատար է կիևսկի կոտլետը Ես միատանում եմ դնում եմ խոլոտ որ սառի, հետո նոր թաթախում եմ ձևի, ալյուրի, նորից ձևի ու հետո արդեն պաքսիմատի, սուխարիկի, հա ոնց ենք ասում հայերեն, սուխարիկի մեջ, չգիտեմ, պաքսիմատը լա ռուսերեն, սուխարիկը լա ռուսերեն ժողովուրդ։ Ինչ են ասում հայերեն, հələ գրեք իմանամ, ու գրեք դուք ինչ եք պատրաստում,
ինչ եք մտածում այս տարի, ինչպես եք դիմավորում, ինչ շատ հետաքրքիր է, արդյոք մենակ ինձ մոտ է սենց թեթև ինչ-որ տրամադրություն, թե բոլորիս մոտ էլ ինչ-որ մի բան ինչ է ստորի, վսյա, էստես, նենց հավեսին ահար է, ընտիր, ոյ, բայց աչկերս մրացրեց, նատես դնեմ ջրի տակ, այսպես, սա հիմա խառնեմ, իսի բլենդերի ռեզինա մնաց էստեղ, սա խառնենք և անցնենք Կիևսկիի ֆարշը, բայց սխտորը հա, սխտորի փոշի եմ ուզում եմ հիշել ոնց եմ անում, հիմա հակնում ենք ձեռնոցը համարյա չունեմ, հա, ու մորացա գնեի, որ ճիշտն ասեմ խանութներից արդեն հոգնեցի, ես անկեղծ, ինչքան էլ որ տպավորություն լինի, որ հավեսով գնում եմ, խորտուր եմ անում, իրականում ամեն դեպքում հոգնածուցիչ է, նոր տարվա այդ գնումները անընդհատ պարտավորված ինչ-որ չափ, որովհետև ասում է սա էլ սարքեմ, ընդհանուր, որ ասենք ամսեկան առևտուրն ենք անում, այդքան հաճախ չեն գնում, տալյաս էլ ամիսը 2 կամ 3 անգամ են գնում, սենք մի քիչ մեծոտ առևտուր անելու, իսկ ընդհանրապես մանր-մունր արդեն մեր խանութից առնում բերում եմ, ստեղ մի քիչ ես ջուր ավելացնեմ ես, դեղ մի քիչ պինդա, հոտա ամուշա, Ինչի ֆարշի տակ մի քիչ ուժեղացրեցի, 3-ի տակ համարյա ռեակցիա չէր տալ, ես կես ժամը հեչ պետք է չէր, վերջ, այստեղ վերջացրեցի, սա եղավ, սա կգնա սառնարան, վաղը, ես արդեն կանցնեմ պիմենին, այսպես, հետի հետո կփակեմ, մի քանի վարկյան թողեմ համը տա, հիմա անցնում ենք բանին, դուք ասեք, հավաքեմ, Կիևսկին, էստեղ անում ենք, սերվիվար, այո, բավականին շատ է, աղ, անալի չլինի, բայց աղի էլ չլինի, և սխտորի փոշի, այստեղ ինչքան կա, ավելացրեցի, բայց մի քիչ էլ սխտորի փոշից մի քիչ խոշոր է, վերջ, սա զիբիլ, սա խառնում եմ և այստեղ կարակն եմ հանել, որ մի քիչ փափկի, հես արդեն փափուկ է, սրա հետ սամիթը խառնեմ, արագ սենց կլորիկներ անենք, տնենք սարցարան, որ մի քիչ իրա ֆորման պահի, որպեսի արդեն հավաքենք կոտլետիկները, սա էլ իրականում աղջիկների հետ եմ անում, այլ շուտ նանիքի հետ, էսի չէ, բայց երբ որ արդեն սառած է լինում, ձվի մեջ թաթախելը և սուխարիկները անելը, միասին ենք անում, բայց քանի որ ես վիդեո եմ անում, կամ էլ մի քանի հատ ձեզ ցույց կտամ, հետո արդեն մնացածը նանիքի հետ, իհարկե այսօրվա վիդեոյի մեջ սա չի լինի, քանի որ սա հիմա որը անեմ, դնելու եմ սարցարան ու վաղը արդեն վերջնական արդյունքը լինի, դրա համար դուք կտեսնեք այսօր հենց սկիզբը, վերջ, լավ խառնեցինք, աղի համը չեմ փորձում ժողովուրդ, որտեղ ես չեմ կարողանում բան անել, ես որ ստուգել կամ չգիտեմ, չեմ կարողանում, չի ստացվում ինձ մոտ, այնպես որ աչկաչափով եմ անում
շուրերկալու կպչուն է, հլինեք, ձերնոց հանեց հակից, ձերքից, վերջ, սա այսպես, հուսով եմ, որ աղը լավ է, սա գնում է հիմա հանգստանալու, նորից, ու մենք ասում ենք կարակին, այստեղ, այդ բլինչիկի ֆարշը խառնեմ, մեկ վարկյան, բեսի օվակին է ջուրա դուս լվեր, հա, այս ոչի չեսենք հետ իրա ջրով կերպի, գոլոշ չի ամը կգնա, ես աղացած մսով եմ անում իդեպ, գիտեմ, որ շատերը բանով են չէ անում, միսը եփում եք, հետո աղում եք, այդ սենց լավ է, ու խոզի միս միշտ տավարի մսի հետ հատած եմ անում, շատ համով ու փափուկ է ստացվում, ով կերել է, գոհ է մնացել, առաջի տարին որն է, անցած տարի նոր տարուն էր, որ Էլենա եկավ մեր տուն, առաջի անգամ կարելի ասել ծանոթացանք Էլենչոյի հետ, շատ էր քաշվում, հիմա էլ է չնայած քաշվում, հիմա էլ է ամաչկոտ, ժողովուրդ ինքը իրականում շատ ամաչկոտ աղջիկ է, ու տեսեք արդեն մի տարի է ինքը ինչ մեր տուն գալիս է, գնում է, ազատ, շփվում ենք, ասում, խոսում, ծիծաղում ենք էլ, ամեն ինչը ազատ ենք երեխեքին թողում, որպեսզի ոնց ուզում են շարժվեն, ինչ ուտեն, ոնց հագնեն, ուր գնան, ինչ անեն, իրանք են որոշում, ու այդքան ազատություն տալով մեկտեղ ինքը շատ սենց ամաչկոտ, շատ զուսպ երեխա է, որը որ հավատացեք նույնիսկ երևի թե Հայաստանում մոմի լույսի տակ ման շատ քիչ կգտնենք, հա ինչ է ուզում ասեի, ու այդ առաջի անգամ նոր տարում որ եկավ մեր տուն, դե իհարկե սեղանը դրվեց, ինչպես միշտ, ու Արմենն էլ տենց սովորություն ունի կատակ անելու, եթե անծանոթ ինչ-որ մեկը գալիս է մեր տուն, որը չգիտի ով է էփում թափում է ստան մեջ, միշտ ասում է մի հատ էլ էս տորթից փորձեք, օրինակի համար ասում է ես եմ թխել, ասեք համով է թե չէ, ու տենց դեպք եղել է, որ հյուր ենք ունեցել ու Արմենն ասել է հələ մի հատ էս տորթից փորձի մեղրով, տես ինչքան համով է բան, այս մարդը փորձել է վերջում գնալուց ինքը իր անվստահ, որ Արմենն է թխել, գովում է ասում է Մոլոդեց Արմեն ջան, լավ տորթ ես տխել ու ամենայն լրջությամբ ու տենց պատահեց Էլենչոյի հետ, Արմենն ասեց Էլեն ջան հələ մի հատ իմ սարքած բլինչիկից փորձի, դες համով եմ սարքել, ճիշտ է կերավ սենց ամաչկոտ ձեն տես չհանեց, բայց հետո որ սամոն տուն եք տարել, ճանապարհին ասել էր պապատ ինչ համով բլինչիկ ես սարքել, ու տենց մնացել է անունը Արմենի բլինչիկ, միշտ ասում եմ Էլեն ջան Արմենի սարքած բլինչիկից կուտես, մի օր էլ չեմ հիշում ինչ էի սարքում, էլի ստեղ կանգնած, չեմ հիշում ինչ էի անում, ու մեկ էլ Էլեն ու Սամոն ներս մտան, Արմենը վասելով եկավ, գերոզմա շերեպը ձերցս վեկալեց, ասում է նայի Էլեն, նայի, որ ես եմ սարքում, բայց դա արդեն Էլենին էլ չէր խապի, Էլենը գիտի ով է սարքում, շատ մանր կտրատեցինք սամիթը, վերցնում ենք ափսեն, դնում ենք կարակը, աչկաչափով, չնայած ես ես սաղ կանեմ, դե ոչինչ դաժե որ ավելանել, հետո ճաշի մեջ կարող ենք գցել գնա, քիչ շուպանց էի հանել, որ հալվի իրականում, որպեսզի լավ կարողանամ սամիթի հետ խառնել, ահա, հիմա մեզ պետք է պատարագախ, գեղեցիկ պատարագախ, և մի փոքրիկ էլ աղ եմ անում, որպեսզի միջուկն էլ մարտից, եթե հանկարծ ես ֆարշը մի քիչ անալի եմ արել, մի քիչ գոնե աղ լինի այդ փոքրիկ միջուկի մեջ, այս այն տրորում ենք, շատ գեղեցիկ կերպով, ձեզ երևում է, այո երևում է, և հետո փոքրիկ սենց գնդիկներ եմ անում, դնում եմ սարցարան, այդ սարումը անցնում ենք արդեն կոտլետիկի գործով, լավ խառնենք,
Կամ գնդիկներ եմ անում, կամ սենց երկար եմ անում, նայած արդեն ով ոնց ուզում է տենց էլ կարող է անել, կամ սենց քառակուսիներ, հեսա ցույց կտամ ես ոնց եմ անում։ Իսկույն դուք եք տենց անում, ես սարքում եք Կիևսկի կոտլետ, վստահ եմ, որ դուք եք այդպես անում։ Վերջ, լավ խառնեցինք, լավ տարածեցինք։ Նայեք, всё։ Սա պատրաստ է։ Հիմա ես վերցնում եմ այս ամենը, դեն եմ նետում։ Վերցնում ենք սա մեզ պետք չի։ Հանենք, որ բաներ չլինի, վերցնում ենք, եկեք ես մի քիչ պես սևան, ասենց քաշեմ, որ ձեզ ավելի լավ երևա երևի, թե, չէ, ահա, այսպես, երևում է, հիմա, վերցնում ենք մեր կարակը և լցնում ենք, կարող եք սովորական ինչ-որ ցելոֆան վերցնել, լցնել մեջը և տարածել, կարող եք այսպես անել, ես կարայի այն ցելոֆանների մեջ լցնել, բայց այս անգամ այսպես եմ անում, սենց խառնեցի, հիմա այսպես կտրեցինք, այո, այսպես ենք անում և սենց տարածում ենք արդեն, մոտավորապես աշկաչափով նայում ենք ինչքան կոտլետ կունենանք, նորից եմ կրկնում, որ ավելանա ոչինչ, որ պակասի էլ ոչինչ, եղել է, որ առս դրել եմ արել, նենց որ այնպես չի, որ շատ հաստ էլ չեմ անում, ինչի, որտև երեխեքը այդքան չեն սիրում, Սամոն ընդհանրապես այդ արանքը հանում է, Նանիկը ծերերի մասն է ուտում, այ ժողովուրդ, այս երեխեք ենքան բարդ են, վերջ, այսպես արեցի, սենց նայեք, արդեն տարածեցի բավականին և ուրա, մեր բանը կարանք սրանով էլ անենք, այսպես փայտիկով, այսենց, հետո արդեն ընդեղ կկտրատենք, որ պետք լինի, ես մեկը լավ չևա, վսյո, ու հետո արդեն այսենց ենք անում, սարելուց հետո բավականին հեշտ է լինում հանելը արանքից, Չէ, սենց լինում ես անգամ քաչ է, որ քաշեմ կլեզվի, հլե մի րոպե ժողովուրդ, դուրս չեկավ, ինչ-որ մի բան է ինչ ես անգամ, փայտիկով դուրս չեկավ, Այնուղտ ավելի հեշտ է լինում, հետո որ սարի հեշտ կպոկեմ, հետի հեչ, կպոկվի արդեն հեշտ, ոյք ես փայտիկով լավ չենով, այ հիմա եղավ, չեն անգամ ինչ-որ մի բան այն չեր, հիմա,
Սա վերցնում ենք, այսպես սղացներով, դնում ենք այստեղ, սենց կերև արդեն, տեսեք, ուղարկում ենք սարցարան, շատ արագ կսարի։ Առաջ լավաշը կտրատում էի, որ ճիշտն ասեմ, սենց փռում էինք, կտրատում էինք, նոր հետո սարցարան էի ուղարկում, իսկ հիմա այդպես չեմ անում։ Հիմա գիտեք ոնց եմ անում։ Այսպես տամ արագ։ Շատ արագ հալվում է, հետո հետ է գալի, նույնիսկ եթե վրազնեք, միկրովալնովկայի մեջ էլ կարող եք արագ հալացնել։ Այսպես ծալում եմ ու վերջ։ Ու մեծ տոպրակի մեջ եմ դնում։ Եթե տոպրակը ձեր այդքան մեծ չի, կարող եք ծալել ու մի անգամ էլ ծալել, այսինքն այսպես դնել։ Գիտեք ինչի եմ այսպես անում իրականում, որովհետև պահ է գալիս, որ օրինակ ինչ-որ մի բան ուզում եմ լավաշի մեջ փաթաթեմ ու դնեմ դուխովկա, այդ դեպքում լավաշները որ կտրատած է լինում, չի ստացվում։ Իսկ սենց, այսինքն հենց որ պահին ինչ չափ է պետք լինում, այդ չափին կտրատում ես և դնում ես սեղանին, ավելի ճիշտ է իմ կարծիքով։ Ամեն մեկս մի ձև ենք անում, ամեն մեկս մեր տան մեջ մենք ենք որոշում, ես ուղղակի կիսվեցի այս վերջի երևի 3-4 անգամ է այսպես եմ անում։ Սկզբից Արմենն ասում էր չէ բեր կտրենք, հետո հասկացա, որ ես ճիշտ եմ, ասեց հա ճիշտ ես, որտեղ պահ է լինում, որ մի քիչ մեծոտ է լինում, օրինակի համար սամոն գործի է գնում և տեղերի վատ անում, որ սենց բարակ շատ բարակի չեն կտրում, այդ ամեն դեպքում բրթունջիկներ անելու համար արդեն հարմար չի լինում, իսկ սենց արդեն ամեն մեկը իր չափ որոշում է։ Այսպես, սրանք կդնեմ նորից սարցարան ու հատիկ հելնում է, այսինքն հենց պետք է լինում, նույն տոպրակի միջից հենց մի հատ սերին հեշտ հելնում է, իրար տենց կպած չի լինում, որ ընդհանուր ամբողջը հալացնենք, այնպես որ, սա այսպես, հիմա դնեմ տոպրակը իրա, այս տոպրակների դեպ մեր խանութից եմ դնեմ, բավականին մեծ են ու բավականին մատչելի են ժողովուրդ, խորհուրդ եմ տալի, եթե մոտ եք ապրում, եկեք արեք, աղաքին փրկում է տենց հարցերում ու թանկ չի։ Այսպես 3 հատով 4 հատով, այսպես վերցնում եմ, հոպ, դնում եմ մեջը, օդը հանում եմ պարտադիր, որով չմնա մեջը, ու փակում եմ։ Նունան եկավ Արմենի դեմը կտրեց, ջուր պիսա, քո պոչն է, դու չգիտես, դա Արմենի պոչիկն է։ Ստե մի հատ կտորա լավաշի, որը որ չի ուզում հետ փակում, որ ես փակեմ ձեզ ցույց տամ, ուզում նա դու անի։ Սա, այս է։ Հա? Пожалуйста. Շատ ես ուզում։ Ես լավ է։ Всё, ժողովուրդ, լավաշն է տեղավորեմ ու կմիանամ ձեզ։ Ժողովուրդ, ես նախապատրաստեցի Արմենի տարածքը, համեմունքները դրեցի, սոխը կտրատել եմ, հիմա ինքը բաստում են լինի։ Եկեր ես։ Ողջույն բոլորին։ Մի հատ մինչև սկսելու մի հատ էսի նայենք դրանք։ Հա, բայց ինչ ես անեցիր։ Բաստում ենք հետո։ Ես չի ուզում ես։ Դու չի ուզում էլի։ Դու նայենք բմբուլկանք, թե չկանք։ Ինչ որ թե չէ։ Լետ։ Հա, հակի ձեռնոցորդը։ Իդեպ գրել էիք, հավին ձեր չեմ տալի, ձկանը ձեր չեմ տալի, խեղճ Արմեն, սաղ Արմեն դա անում, բա դու ինչին ես ձեր տալի։ Ժողովուրդ, հավի փիտուրից ես փոքր ժամանակվանից ֆոբիա ունեմ ու լավ չեմ լինում ընդհանրապես, դրա համար ձեր չեմ տալի, որտեղ եթե փիտուր կա, եթե չկա ձեր եմ տալի, դրա համար մի հատ ստուգում եմ ինքն, որ ես անցնում եմ գործի։ Կամաց սովորես։ Դժվար թե։ Ձուկներ ես մաքրում եմ ձուկը, պրոբլեմ չկա, ուղղակի Արմենը շատ լավ է մաքրում, սենց մանրակրկիտ, համել այդ խրիկները ինձ փիտուր է հիշացնում, դրա համար խրիկները ես չեմ հանում, ինքն է անում, թե չէ ձուկ ես մաքրում եմ, էլի, նենց չի, որ սա Արմենն անում։ Չնայած որ Սարին ասում է տորթը ես եմ թխել, բլինչիկը ես եմ փաթաթել։ Տենց ավելի լավ է մտնում է։ Նայ, լավ չես նայեմ, տես։
Երկու փիտուրն է հանեիք էլի Դե ասա։ բանով կարս խանձ է եսն։ Չէ, հոտ կնգին տան մեջ այդ խանձացի։ Չէ։ Ես մի արա, ես մեկանով եմ դեմ։ Ալի սենց։ Բայ ես Չեն ավելի լավատու։ Հետո համոզվելու։ Կսես վրան, հա։ Հետո ջրով դրվում է։ Ընդեղ կրակի վրա բան կլինի, թե չէ որ խորոված ամս։ Մանրները ոչինչ են, որ սենց թափանցիկ են չեն երևում, դրանք խանձվեն կետ համ, բայց ութերը քիչ մեծ են լինում։ Ցանկալի է անցնել էպիլացիայի ճանապարհով, քանի որ փիտուր է։ Ոնց որ թե լավ է, չէ՞։ Տնի մի հատ լվանա, ինչով դու ես խոզերի խոզիկների հարցը լուծես, ես սրանց հարցը կլուծեմ։ Բայց բաները կտամ Կտոր կտամ, հա։ Ես ռեհանի ես կպշրեմ վրան, իմ ձեռքերը չոր կլինի։ Դու մինչև շարես ես սրանք հոսը։ Հա։ Դու մի հանի, արդեն։ Ուշ։ Ես պրոստի մորացիլ էի որ ստեղա։ Կհանիկ։ Դες, սպասի մի ակի։ Շրով սով։ Եկավ մասը ստորել դրա համար։ Այն ժամը դեպի ջուրը բացին խաղում է։ Դրա համար։ Ստեղ մի հատ մեծ կտոր կա, այսի որ ստորով էր, դրա համար չկրվեցին։ Բայց շշերը ոնց տեղանվեր։ Ոնց են գտնելու։ Չես թե բանի մեջ պետք է լինի։ Ասմաս։ Ստեղ ավարկում։ Ավիների պիտի նայես։ Սալֆետկան բրծա։ Ձեր տունն էլ է սալֆետկան հոդս ծնդում, ոնց որ մեր տունը։ Մի ռուլոնը, իշկան, կեսոր։ Բայց ես դա ծիրարից հեռու տնում որ։ Հավիթերիկներ առանձին ես, հա։ Okay. Քոսարկած չամանից ուզում ես։ Այսի դու վերցնում, բայց չի։ Հարեց չէ ուզում։ Չէ, մենակ կծվի բարի համար։ Որտև։ Բայց շատ չանես, որտև։ Հա։ Բան չի։ Չէ, որ շատ կծվեղավ, ես մնանիկը չեն կարանա ուղել։ Ոչինչ։ Տեսնեմ ձերք մեջ, այս կանը սաղի համար է։ Չէ։ Քիչ սպանտանի, նույնիսկ կարմիրից կցանենք։ Մալեցից։ Տեսոր, ավելի երիքից։ Հիմա սովորական կարմիր կցամ։ Չէ։ Չէ։ Հա, սովորական կարմիր թուր, բայց հետո պիտի շուրջ։ Հա, շուրջ, հակարակողը։ Շոպորի։ Ոչինչ։ Ոչ չխառնենք։
Լավ է, շատ տնեցի արել։ Չէ։ Դոշնիա։ Ալավեց սաշպեչալ, դոշնի տվել է։ Էսերեսի համար էլի։ Հա։ Չէ, դու ես։ Մի փոքր։ Հա։ Էսեսի չեմ։ Փո։ Սպասի, բարեկան։ Հալա վերջում։ Պորնեն է, չէ։ Բոլոր։ Այս է կգապրցին է։ Դե յուղոտա։ Իսկ եթե սերքի վրա արգի, թե ավելի ճաննաղ սերքի վրա։ Հետներից կտանենք, ոչ երևով ինչին են ինգե, ինձ կրնում, ինչ կրնում։ Okay. Իսկ մեկը իշտա դժեցում բրում։ Կարմիր պիտար չեն անից։ Ծույողնելու բրոջակիս։ Որ կծույեղավ, սաղ դուք եք ուտելու, մենք չենք ուտել։ Գիտես ինչ հիշեցի։ Որ հիշում ես մեր հարսանքի համար։ Տենիս ես կտորները շարած։ Ես քեզ հավելունքները տալիս էի։ Չէ։ Դու լսում էիր։ Բայց դու չի իշար։ Ինչը չի իշար։ Կրկնում բանգարի։ Ինչի ես իշար, դու չի իշար, հա? Աղբուր։ Ես դե համկամ եմ։ Կարամանը, հաց չի։ Հա? Շոտ։ Շատ չի։ Իսներ աշատ։ Ուրա, շատ։ Երևի որ շատ քիթանում դրանց, հա? Հոտանուշ է, չէ։ Եթե որ շատ է, այն չորեն ուզում էի ասեի վերքի պեդերը մենաճում են, ատեն ուշա։ Մեկ այ ինչ տան։ Դա սող չտամ, հասա հետո ես սոտամ։ Թուր։ Պաժորուստ։ Էրկա չո։ Հարմար չի չէ, որ պոդերը վրա, որ կան շատ միսը տես խաշ չնան ես։ Դետ կարն ես։ Պիտի արնես, ինչ ես արնում։ Հա, տեսեր բայց ես կեղան ինչ համով առամա կատարվի, պիտի պետք էր։ Եթե հավի թերքները լսնենք հետը խարնենք համը չկա, չէ։ Տոպրակների մեջ պետք է լսնենք, հա, ես տնենք խելոց։ Տոպրակների մեջ, երկու տոպրակ, թե իրեք եղի, որ անդեի հեշտ ներկա է, խոլոդում։ Սոյի սոշ, սոյի սոշ։
Դա քացախ չունեմ, ժողովուրդ, լի մեկ գրեք իմանամ։ Քացախ անում եմ, խորոքի, մսի։ Հա, ես ուզում ես ասեմ։ Չէ, դու մի ասա։ Հա, քացախ ուզում, քացախը սուր օրավոտ ունի է։ Արոմատը չի մնում։ Բավոտ մնա։ Քացախը արագացնում է, Հստակ չարագացնում ենք այսօր չենք պրոցեսը ինքը ինձ ավելի պատետ է սարքում։ Հա, ոնց որ սոյ էի սոս։ Մասնամ սոյ սոս տենամ կաբերեմ։ Քացախ չունեմ, քացախ չուզես։ Ունեմ, բայց չեմ սա։ Բայց չգիտամ, սոյ սոյ ունենք, թե երեխեքը օգտագործել են։ Ունենք։ Լիսնեմ վրա։ Բայց ցելոֆոների մեջ ես լցնել, թե ամանի մեջ ես։ Ցելոֆոնի։ Լսնենք ցելոֆոնի մեջ, լսնենք, խառնենք, կապենք։ Չէ, կարծես Չէ, լսնա։ սենց։ Հա։ Տանդավանում, որ աստունի քաշելի։ Անց դեպի լսնեմ։ Հարի չենք անում, դերիկների դեպի։ Լսնենք երևի։ Պերց։ Շո, ատենիքը։ Ցելոֆոնի մեջ լսնենք։ Ուղղակի խոլով, քանի որ հենց շուտ է։ Հա, խոլով ինտեղ շուտ է խալատինքի համար, լավացին ոտքա։ Այս ալկոհոլի դեմես կան չի, մինուս 3 անել։ Չէ, խոլով, մի քիչ։ Ամեն դեպքում սոխանողը, սարսկանը։ Սևանը սող։ Աբա, համաչում ես տենց որ։ Հա, աման չես արնում համար։ Համար էլ չունեմ։ Խորություն եմ, ուղղակի հարմար չէր եմ մի մեջ է խառնելու։ Եթե մեծ աման Ես քոն շատ մեծ աման ես չունեմ, չէ։ Ահա, միա։ Դու դնեմ այդ մեծ ամանը։ Այդ մի անգամվա մեծ կորովացի համար այդ ամանը այդ սախտորին պրասնելու եմ ես կոմեգրով։ Սի կցել է արդեն։ Հա։ Ան շտոկրակ եմ դրել։ Սրան կհակեմ։ Էլի լսնես, հա։ Վար, սար չես լսնել, մի անգամ սար լսրու Չէ, քարը։ սենց անենք, հետո շերջի կարն է։ Դե վեր ես ես ծանում եմ։ Տերում ես ինչքան ես Հա, Հաստատ էսի երկեր, անպայման ապետք։ երկեր, Հա, հա, գիտես ինչի, որտեղ կավի թևիկին, սրանից էլ ամեն քիչ անենք։ Չշնչես։ Դու չկփրշտես։ Հատերիկների կորեկան գիտետ։ պատկերացրեցի։ Բերի ավերացնեմ կարմիր։ Սերբիբար չենք անում հավին, ես սրան միշտ անում եմ, բայց գիտես չէ սերբիբար։ Անենք բերի, միշտ սրան սերբիբարից հավը տենց ինք իրանով համքունի։ Ամեկ են բար։ Պրովանսկի թրալի
Herbe de Provence. Herbe de Provence. Ok. Բլբլած։ Սուր։ Ես ասում։ Հա, սասի։ Վերջում չես անում։ Հա վերջում ես։ Հա, ինչ մեկ օր համան մեջ եմ խաղում։ Հա, հիմա կարաս լսնես նորից։ Իման։ Ես պլաստիկ կանես, աղիցանքով։ Ոչինչ կեպի մեջ չի երես։ Կոնք դա, հալած պանիրի իմանք թողեիմ։ Զգացողություն։ Ինչ եմ ասեիր։ Սի կարմիր կաղցիրն է, սի կարանք շատ անենք։ Կծունել կարաս անես, տենց չի ինքը կծու ասում։ Ապխա ես եսի չեմ ուտում, նենց որ չեն անենք, ու շատ չի ուտում։ Ես սրանից մի շնչի։ Զի պրաշտասնող համեմունքա։ Մի քիչ էլ ռեհան անեմ, թե չէ։ Հա։ Սկսից դեմ է ռեհանին, հետո հասկացած չէ, որ Ես կշիրում, Ես կշիրում։ ես էլ կխարում եմ, ու սյո։ Մեկ է սոխը։ Ես մեզ կտոր կրաշտի։ Չէ դու չես կար արդեն խոնավերացել։ Սյո։ Հետո դու արա։ Եվ սոխա չէ, այդ սպիտակ սոխա։ Գանթեին նա, չէ։ No, մեր խանութին նա։ Ուրեմ լավ է։ Այս ինձ միշտ անուն ա դնում։ Կազինոյի վաղտոր կազինոյին էր անուն դնում։ Հիմա էլ ես խանութին անուն դնում, բայց հիմա էլ ասում են կազինոյի ապրանքները լավն էր։ Ես։ Հա, մենակ յուց էր։ Բոլորը բողոքում էր։ Շկարմի դուդար կավելասնես։ Կարմիր խաղցր։ Նավա։ Իսկ հա, Աղարել եմ։ աղշատ չես հարում։ Բա էսի աղի եմ։ Հա, բայց մենակ այն առաջ շերտին ես աղարել։ No, իմ հաչին եմ աղացի, որ է բաններ են լավ մեջ չհանում։ Հա, բա։ Չէ, շատ աղի եղավ չեմ կարս հանքել։ Նավից է կրծանք։ Նացին Կիևսկին։ Համոլա։ Հա, Ուտենք։ համուհա, բայց սոխը խեղկեց։ Ոնց է փոքր վաղ մամաս տորմեր սարքում, բիբար, ինչ ասես, մեջը չէր լցրի արդեն որ պիտի խառներ, աղբերս ասեցել է ոտքաշի, քիչ ուր է։ Սենց եկա մոտիկ որ ոտքաշում գլխից տվեց գիտս մտավ էտ ամեմուկի։ Բա։ Եվ։ Ինչ ես զում, հա տոպրանք? Հա, Ատոպրակի մեջ ենք դնում։ չէ ուզում ես սենց անես։ Չէ, չեմ ուզում։ Եթե ուզում ես սենց պայես, Չէ, շատ ուտես պահեսնում։ տոպրակով քիչ կա։ Հա, դեռ հարմար է դու տրանսպորտի ունենում որ։ Այսպես հասնում կա վերցնել։ Այդպես կրասն։ Ուստեղ։ Հա, շատ հասեք։ Ողջույն եկավարություն, տեսակ։ Հետաքրքիր է, բայց պատրաստի խորովածի հոտ եկա։ Այդ իմ ձեռների մեջ այդ վազնք էլի։ Դեհա, Առանց գրած։ առանց օլակի։ Ես չեմ կասկածում։ Ձեր չեմ տալի, չէ։ Սիրտը չէ, դու կբացեմ սրա մեջ Հետո կլցնեմ։ հանենք ու սյո։ Ես։ Դու կարաս հանես քո վիրահատական ձեռնոցները ու որոշենք սրանք ուր դնում, խորոտ թե դուրս գրսի ջերմաստիճանի չգիտեմ։ Եթե ասում ես լավ սառնում, ուրեմն դուրս կդնենք, լավ։ Ես թվում է բան չի լինի։ Հա, դուրս է դի նշանը։
Ժողովուրդ, անցնում ենք մեր Կիևսկի կոտլետին, ոնց ասեցի, սենց հիմա կոտրում եմ, նայեք, սենց, շատ հեշտ իրարի տարանքնանում է, մի քիչ արագ որ չհարվի մեծ ձեռքերի մեջ ամեն դեպքում, Ձեզ ցույց տամ, որ համոզվեք, որ ուտել է։ Նայեք, այսպես կտորներ ա լինում։ Ասա, անեմ վրայից, որ հիմա հենց հիմա պետք չի։ Մի քանի հատ ձեզ ցույց տամ, հետո արդեն մնացածը իհարկե արագ-արագ մենակս կանեմ։ Իմ տեխնոլոգիան եմ ցույց տալիս ձեզ, դա արդեն ֆարշին եք ինչ խառնեիք, ինչ եք սիրում, դիք որոշեք, ամեն մեկս մեր ձևն ունի պատրաստելու, մեր, ինչ են ասում, ամեն մեկից քինքը տարբեր է, հա, մեկը մի ձևա սիրում, ուրիշ ձևա սիրում, այնպես որ կարակ մնաց, վերջ Ցելոֆան չէ, հա, կարակի հետ, ինենք խայտարակ, սա, երա, ես ցույց տամ, նայեք, հիմա, ինչ էլ ես անեմ, վերցնում ենք սննդային թաղանքը, մոտավորապես, ինչքան ասում, 20-20-ի վրա, այսենց փռում ենք սեղանին, այսենց շերեփ եմ վերցնում, շատ մեծ չենք անում, այսենց դնում եմ, չնայած եսի մեծ եղավ ինչ-որ տեղ, հիմա այստեղ, այսենց պրոստը, ձեռքով մի թեթև խրեցի մեջը, նայեք, վերցնում եմ այս ծերը, այսենց պտտում եմ, նայեք, տեսեք, տեսնում եք, Որ հետո այսպես ձեռքով կարող եք դուք ձեր ուզած ֆորմատ տալ, մի քիչ սենց երկարացնել պոչիկները, հակառակ կողմն ենք անում, ու սենց կամպետի նման փաթաթում ենք, ու այսպես ուղարկում եմ խոլոտ, հետո երբ որ սառում է, սա մոտիկից բերեմ ցույց տամ, այս ուղղակի մեծ եղավ մի քիչ, երբ որ սառում է ձվի մեջ, ալյուրի մեջ և բաքսիմատի մեջ, Տենց համ ձերքերն եմ ատքում մնում, համա արագ է լինում։ Այս մեկը պատրաստ է, եկեք մի հատ էլ անեմ ձեզ ցույց տամ։ Երևի թե մի քիչ փոքրիկ, որտեղ շատ մեծ եղավ։ Իմիջիայլոց թրջում եմ սենց ջրի մեջ շերեփը։ Այսի մեջ շերեփն եմ վերցրել, դրա համար էլ մեծ է, դա իմ փոքր շերեփը շողովուրդ։ Հա։ Zdесь. Մի քիչ գոլոտ ենք ջուր անում, վերցնում ենք, առաջ տես չէի անում, առաջ ձեռքով էի անում, նախ ձեռք դա կեղտոտվում, հիմա ձեռքիդ, ու լիքը տենց բաներ, իսկ սենց հարմար է, փոքրիկ բլինչիկի շերեփ կարելի ասել, այսպես դնում ենք, Կարող եք ձու մի հատ մատով էս անցքը անել, ձվով, հետո նոր կարակը դնեք, որ չհալվի իբրև թե դուրս գա, բայց մեկը իրա չափի ինքը դուրս է գալու։ Սենց դրեցի մեջտեղ, պտտեցինք, ու սկսում ենք սենց պտտել, թուլացրած։ Ինքը արդեն կարակը կորում է մսի քաշի մեջ, ու հետո մենք մեր ուզած չափսը ձևը տալիս ենք, կարող եք մեծ, կարող եք փոքր, ոնց ուզում եք։ Հետո որ ձվի բաքսիմատի մեջ ենք անում, ինք ամեն դեպքում մեծանում է, դրա համար շատ մեծ է պետք չի, որ էպվելուց հեշտ էպվի։ Всё։ Վերջ, ձևը ցույց տվեցի, հիմա ես արագ պատրաստ եմ ուղարկեմ խոլոտ։ Գնամ նստեմ զարը,
Իվան նայենք Արմենի հետ ու ես էդի ձեռիս հետ անեմ։ Դե ինչ, շատ շնորհակալություն, որ դիտեցիք, մնացած process-ը արդեն ցույց կտամ հաջորդ վլոգում, որովհետև այս վլոգը զգում եմ, որ բավականին երկար է ստացվել։ Հուսով եմ, որ դուր եկավ, ձանձրալի չէր, հուսով եմ, որ մոտիվացրեցի, հուսով եմ, որ այս նոր տարվա տակից դուրս կգանք տոների, կհանդիպենք հաջորդ վլոգում, պաչիկ։